Հարգարժան ներկաներ, պայքարի հավատավոր ընկերներ, նախ եւ առաջ ուժեղ Հայաստան Դաշինքի անունից երախտագիտություն եմ հայտնում ապրելու երկիր կուսակցությանը այս դժվարին եւ ճակատագրական պահին մեզ հետ միասնական ճակատով հանդես գալու եւ պայքարի ծանր պատասխանատվությունը կիսելու համար։ Այս դաշինքը սոց քաղաքական համագործակցություն չէ։ Սա արժեքների եւ նպատակների այնպիսի համախմբում է, որն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեր երկրին եւ մեր ժողովրդին։ Այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն արձանագրելու մեր քաղաքական կամքը, այլև հիմք դնելու մի նոր ուղու, որտեղ անձնական ու կուսակցական շահը պետք է ստորադասվի Հայաստանի Հանրապետության հարատևմանը։ Սակայն մենք պարտավոր ենք առերեսվել այն դառը իրականությանը, թե ինչպես է մեր պետականությունը հայտնվել այս անդունդի եզրին։ Ժողովրդավարության, արդարության եւ թալանի վերադարձման խոստումներով եկած փոքրիկ խմբակը աստիճանաբար վերածվել է բռնապետության ու թալանի ապարատի։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, պարզապես իշխանավարում չէ, այլ հետևողական հարձակում մեր տեսակի դեմ։ Մենք ականատեսն ենք լինում մեր ինքնության հիմնասյուների ոչնչացմանը, երբ թիրախավորվում են եկեղեցին, պատմությունը, լեզուն եւ այն ամենը, ինչը մեզ դարձնում է ազգ եւ պետություն։ Այս վարչախումբը, որը խոսում էր սիրո եւ համերաշխության մասին, այսօր չի վարանում կիրառել անհամաչափ ուժ քննադատողների նկատմամբ, փորձելով լռեցնել յուրաքանչյուր ազատ ձայն, որը համարձակվում է մատնանշել իր ձախողումները։ Բայց թող ոչ ոք չկասկածի, այս ամենը չի մոռացվելու։ Այս խմբակի հանցագործությունները կբացահայտվեն ողջ ծավալով իշխանափոխությունից հետո, եւ պատասխանատվությունը կլինի անխուսափելի։ Արդարադատությունը վաղ թե ուշ թակելու է յուրաքանչյուրի դուռը, ով իր լռությամբ կամ գործողությամբ նպաստել է մեր երկրի կազմաքանդմանը։ Երբ քաղաքական ուժերը միավորվում են հանուն ազգային արժանապատվության, պետականության վերականգնման եւ ժողովրդի խաթարված վստահության վերականգնման, հենց այդտեղից է սկսվում իրական արդար եւ անշրջելի փոփոխությունների ճանապարհը, որը մենք պետք է ունենանք Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ ՔՊ-ի կողմից իրականացվող համակարգային ավերածությունները պետք է դադարեցվեն անհապաղ։ Մեր միասնական բռունցքը պետք է դառնա այն ուժը, որը կկասեցնի անդունդ ընթացող այս անկումը։ Մեր առաքելությունը հստակ է՝ միասնական ջանքերով կերտել այնպիսի Հայաստան, որը կլինի անվտանգ, արժանապատիվ եւ կայուն։ Միասին մենք անպարտելի ենք, հանուն Հայաստանի, հանուն մեր ապագա սերունդների։ Շնորհակալություն։